Հենց այստեղ դուք կլսեք ամեն ինչ խեցգետին կենթանակերպի մասին, նրա խոր զգայական աշխարհից ու ներքին հակասություններից մինչև սիրային հարաբերությունները, ընտանիքին նվիրվածությունը, կարիերայի ընտրությունը, ֆինանսական մտածողությունը եւ ճանապարհորդական նախասիրությունները։ Սա ամբողջական ուղեցույց է խեցգետնի բնավորությունը, ուժեղ ու թույլ կողմերը, ինչպես նաև կյանքի տարբեր ոլորտներում նրա վարքագիծը լիարժեք հասկանալու համար։ Խեցգետին կենթանակերպի հատկությունները եւ բնութագրերը։ Խեցգետին կենթանակերպի դրական հատկությունները։ Խեցգետին կենթանակերպի բացասական հատկությունները։ Խեցգետին տղամարդու բնութագրերը։ Խեցգետին կնոջ բնութագիրը։ Սիրահարված խեցգետին։ Խեցգետին սիրահարված տղամարդ, խեցգետին սիրահարված կին, ժամադրություն խեցգետնի հետ, սիրային համատեղելիություն, ժամադրություն խեցգետին տղամարդու հետ, ծանոթություն խեցգետին կնոջ հետ, խեցգետին կենթանակերպի սեքսուալություն, խեցգետին տղամարդ սեքսուալություն, խեցգետին կին սեքսուալություն, խեցգետին որպես ծնող, ծնողական համատեղելիություն, խեցգետին որպես հայր, խեցգետին որպես մայր, խեցգետին երեխա, տղայի եւ աղջկա հատկությունները, խեցգետին ֆիթնես հորոսկոպ, խեցգետին կարիերայի հորոսկոպ, խեցգետին փողի հորոսկոպ, խեցգետների նորաձևության խորհուրդները, խեցգետների ճանապարհորդական խորհուրդները։ Խեցգետին կենթանակերպի հատկությունները եւ բնութագրերը։ Խեցգետին կենթանակերպի նշանը առանձնանում է իր խոր զգացմունքայնությամբ եւ հոգեբանական նուրբ կառուցվածքով։ Այս նշանի տակ ծնված մարդիկ ապրում են ոչ միայն իրական աշխարհում, այլ նաև իրենց ներքին զգայական տիեզերքում, որտեղ ամեն մի խոսք, հայացք կամ վերաբերմունք կարող է մեծ նշանակություն ունենալ։ Նրանք ունեն բացառիկ կարողություն զգալու շրջապատի տրամադրությունները նույնիսկ այն ժամանակ, երբ ոչինչ չի ասվում բարձրաձայն։ Խեցգետինները հաճախ առաջնորդվում են ոչ թե սառը տրամաբանությամբ, այլ ներքին զգացողությամբ եւ ինտուիցիայով։ Նրանց որոշումները ծնվում են սրտից, ոչ թե հաշվարկից, ինչի պատճառով նրանք կարող են թվալ փոփոխական կամ դժվար կանխատեսելի։ Սակայն իրականում խեցգետինը պարզապես արձագանքում է հուզական ազդակներին, որոնք մշտապես շարժման մեջ են։ Այս նշանի կարևոր առանձնահատկություններից մեկը զգացմունքների կուտակումն է։ Խեցգետինը հազվադեպ է անմիջապես արտահայտում իր ցավը կամ դժգոհությունը։ Նա նախընտրում է լռել, դիտարկել, վերլուծել եւ միայն այն ժամանակ բացվել, երբ զգում է լիարժեք անվտանգություն։ Այդ պատճառով արտաքինից նա կարող է թվալ փակ կամ հեռու, մինչդեռ ներսում ապրում է շատ հարուստ եւ խորը զգայական կյանք։ Խեցգետինների համար տունը հատուկ նշանակություն ունի։ Դա պարզապես բնակարան չէ, այլ տարածք, որտեղ նրանք վերականգնում են ուժերը, հանգստացնում միտքը եւ վերադառնում ինքն իրենց։ Ընտանիքը նրանց կյանքի առանցքային արժեքն է, եւ նրանք պատրաստ են մեծ զոհողությունների իրենց սիրելիների բարեկեցության համար։ Նույնիսկ աշխատանքային միջավայրում խեցգետինները հաճախ ստեղծում են ընտանեկան մթնոլորտ, հոգատար վերաբերմունք ցուցաբերելով գործընկերների նկատմամբ։ Այս նշանի մարդիկ ունեն զարգացած երևակայություն եւ ստեղծագործական ներուժ։ Շատ խեցգետիններ իրենց զգացմունքներն արտահայտում են արվեստի, երաժշտության, գրելու, խոհարարության կամ ձեռագործ աշխատանքի միջոցով։ Ստեղծագործելը նրանց համար ինքնարտահայտման եւ ներքին լարվածությունից ազատվելու կարևոր միջոց է։ Միևնույն ժամանակ խեցգետինները չափազանց զգայուն են քննադատության եւ մերժման հանդեպ։ Նրանց համար ցանկացած սառնություն կամ անուշադրություն կարող է ընկալվել որպես անձնական վիրավորանք։ Այդ պատճառով նրանք երբեմն նահանջում են իրենց պատյանի մեջ, պաշտպանվելով արտաքին ազդեցություններից։ Խեցգետին կենթանակերպի նշանը համատեղում է փափուկությունն ու ներքին ուժը։ Թեև արտաքինից նրանք կարող են թվալ խոցելի, իրականում ունեն հսկայական դիմացունություն։ Երբ հարցը վերաբերում է ընտանիքին, սիրուն կամ արժեքներին, խեցգետինը կարող է դառնալ անսասան եւ համառ, պաշտպանելով այն, ինչ համարում է կարևոր։ Ընդհանուր առմամբ, խեցգետինը զգացմունքների, հոգատարության եւ հավատարմության նշան է։ Նրա բնույթը բարդ է, բազմաշերտ եւ խորքին, բայց հենց այդ բարդությունն է, որ նրան դարձնում է յուրահատուկ եւ անփոխարինելի շրջապատի համար։ Խեցգետին կենթանակերպի դրական հատկությունները։ Խեցգետին կենթանակերպի նշանի ամենամեծ ուժը նրա մարդկային ջերմությունն ու խոր զգայականությունն է։ Այս նշանի ներկայացուցիչները կարողանում են անկեղծորեն կապվել մարդկանց հետ, ստեղծելով վստահության եւ հոգատարության միջավայր։
Նրանք հազվադեպ են մակերեսային հարաբերություններ կառուցում։ Խեցգետինների համար կապը պետք է ունենա խորք, իմաստ եւ զգացմունքային արժեք։ Խեցգետինները առանձնանում են բարձր զարգացած կարեկցանքով։ Նրանք արագ են ընկալում ուրիշների ցավը, անհանգստությունը կամ ներքին տագնապը, նույնիսկ առանց խոսքերի։ Այս հատկությունը նրանց դարձնում է գերազանց ընկերներ, հոգեբանորեն աջակցող զուգընկերներ եւ վստահելի գործընկերներ։ Երբ ինչ-որ մեկը դժվար պահի մեջ է, խեցգետինը հաճախ առաջինն է, ով կփորձի օգնել, լսելով, հասկանալով եւ աջակցելով։ Այս նշանի դրական կողմերից է նաև բացառիկ հավատարմությունը։ Եթե խեցգետինը սիրում է, ընկերանում կամ կապված է որևէ մարդու հետ, նա հազվադեպ է դավաճանում այդ կապին։ Նրա նվիրվածությունը խորն է եւ երկարատև, իսկ խոստումները լուրջ։ Սա վերաբերում է թե անձնական հարաբերություններին, թե ընտանիքին եւ աշխատանքին։ Խեցգետինները ունեն հզոր ինտուիցիա, որը հաճախ նրանց ճիշտ ուղղություն է ցույց տալիս։ Նրանք կարողանում են զգալ իրավիճակների զարգացումը դեռևս սկզբնական փուլում եւ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այս ներքին զգացողությունը նրանց օգնում է խուսափել սխալներից, ընտրել ճիշտ մարդկանց եւ ժամանակին արձագանքել փոփոխություններին։ Նրանց եւս մեկ կարևոր առավելություն պատասխանատվության զգացումն է։ Խեցգետինը, երբ հանձն է առնում որևէ պարտականություն, փորձում է այն կատարել առավելագույն ուշադրությամբ եւ հոգատարությամբ։ Նա չի սիրում անավարտ գործեր եւ հաճախ անում է ավելին, քան իրենից պահանջվում է, պարզապես համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ է կատարվել։ Խեցգետին կենդանակերպի ներկայացուցիչները նաև ունեն ստեղծագործ մտածողություն։ Նրանց երևակայությունը հարուստ է, իսկ զգացմունքային խորությունը թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ եւ զգացմունքային արդյունքներ արվեստում, խոհարարությունում, դիզայնում կամ ցանկացած ոլորտում, որտեղ անհրաժեշտ է հոգի դնել աշխատանքի մեջ։ Դրական կողմերից է նաև նրանց պաշտպանողական բնույթը։ Խեցգետինները կարող են լինել շատ մեղմ եւ նուրբ, բայց երբ վտանգվում են իրենց սիրելիները կամ արժեքները, նրանք դառնում են համարձակ եւ վճռական։ Այս ներքին ուժը հաճախ զարմացնում է շրջապատին, քանի որ արտաքնապես խեցգետինը կարող է թվալ հանգիստ եւ խոցալի։ Ընդհանուր առմամբ խեցգետին կենդանակերպի դրական հատկությունները միավորում են զգայունությունը, հավատարմությունը, հոգատարությունը եւ ներքին ուժը։ Այս նշանի մարդիկ ստեղծում են անվտանգ եւ ջերմ միջավայր իրենց շրջապատը, դարձնելով կյանքն ավելի մարդկային եւ հագեցած զգացմունքներով։ Խեցգետին կենդանակերպի բացասական հատկությունները։ Չնայած խեցգետին կենդանակերպի նշանը հայտնի է իր նրբությամբ ու հոգատարությամբ, նրա զգայական խորությունը երբեմն կարող է վերածվել ներքին բարդությունների։ Այս նշանի ներկայացուցիչները հաճախ չափազանց ուժգին են ապրում զգացմունքները, ինչի արդյունքում կարող են երկար ժամանակ մնալ հուզական լարվածության մեջ։ Նույնիսկ փոքր աննշան խոսքերը կամ գործողությունները կարող են նրանց վրա թողնել խոր հետք։ Խեցգետինների առավել տարածված դժվարություններից մեկը գերզգայունությունն է։ Նրանք հաճախ հակված են ամեն ինչ ընդունել անձնական, նույնիսկ այն իրավիճակներում, որտեղ իրականում բացասական մտադրություն չկա։ Սա կարող է բերել ինքնամփոփության, լռության կամ ներքին վիրավորվածության, որը նրանք միշտ չէ որ բացահայտ արտահայտում են։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են դժվարությամբ ազատվել անցյալի հիշողություններից։ Նրանք երկար են հիշում ցավոտ պահերը, հիասթափությունները կամ հին վիրավորանքները, ինչը խանգարում է առաջ շարժվելուն։ Փոխանակ փակելու հին էջերը խեցգետինները երբեմն վերադառնում են դրանց, կրկին ապրելով նույն հույզերը։ Խեցգետին կենդանակերպի բացասական կողմերից է նաև հուզական փոփոխականությունը։ Նրանց տրամադրությունը կարող է արագ փոխվել կախված շրջապատից կամ ներքին ապրումներից։ Այս անկանխատեսելիությունը երբեմն դժվարացնում է շփումը, հատկապես նրանց հետ, ովքեր ավելի կայուն եւ տրամաբանական մոտեցում ունեն կյանքին։ Երբ խեցգետինը զգում է իրեն վտանգված կամ չգնահատված, կարող է դիմել պաշտպանական վարքագծի։ Դա երբեմն արտահայտվում է լռությամբ, հեռավորությամբ կամ նույնիսկ մեղմ մանիպուլյացիայով, փորձելով վերահսկել իրավիճակը զգացմունքային մակարդակում։ Այս մոտեցումը կարող է անհասկանալի կամ ծանր թվալ շրջապատի համար։ Նրանց մեկ այլ դժվարությունն է չափազանց կապված լինելը։ Խեցգետինները երբեմն այնքան են կապվում մարդկանց, վայրերի կամ իրավիճակների հետ, որ վախենում են փոփոխություններից։ Նոր քայլեր անելը նրանց համար կարող է ուղեկցվել ներքին անհանգստությամբ եւ անվստահությամբ, ինչի պատճառով կարող են երկար ժամանակ մնալ նույն տեղում, նույնիսկ եթե դա այլևս չի ծառայում նրանց զարգացմանը։
Խեցգետին կենթանակերպի ներկայացուցիչները նաև կարող են խուսափել բաց առճակատումներից։ Փոխանակ անմիջապես բարձրաձայնելու իրենց դժգոհությունը նրանք երբեմն նախընտրում են լռել, կուտակել հույզերը եւ միայն հետո արտահայտել դրանք, ոչ միշտ ամենահարմար պահին։ Սա կարող է ստեղծել լարվածություն հարաբերություններում։ Վերջապես, խեցգետինների խոցելիությունն ու ինքնապաշտպանական բնույթը երբեմն նրանց դարձնում են չափազանց փակ կամ դժվար հասանելի։ Նրանք կարող են երկար ժամանակ չբացվել մարդկանց առաջ, հատկապես եթե նախկինում հիասթափություն են ապրել։ Այդ պատճառով շրջապատը կարող է սխալմամբ ընկալել նրանց որպես սառը կամ հեռավոր, մինչդեռ իրականում նրանք պարզապես պաշտպանում են իրենց ներքին աշխարհը։ Խեցգետին տղամարդու բնութագրերը։ Խեցգետին տղամարդը խորապես զգացմունքային եւ ներաշխարհով հարուստ անհատ է, որի արտաքին հանգստությունը հաճախ թաքցնում է բարդ ու բազմաշերտ հոգեվիճակ։ Նա այն մարդկանցից է, ովքեր ապրում են սրտով եւ ինտուիցիայով, հաճախ առաջնորդվելով զգացմունքներով, ոչ թե սառը հաշվարկով։ Թեև առաջին հանդիպմանը կարող է թվալ զուսպ կամ փակ, իրականում նա պարզապես ժամանակ է պահանջում վստահություն ձևավորելու համար։ Այս տղամարդը մեծ նշանակություն է տալիս անվտանգության զգացողությանը, թե նյութական, թե հոգեբանական մակարդակներում։ Նրա համար կարևոր է կայուն միջավայրը, կանհատեսելի հարաբերությունները եւ վստահելի մարդիկ։ Երբ նա համոզվում է, որ իրեն չեն սպառնում եւ ընդունված է այնպիսին, ինչպիսին կա, բացահայտում է իր նրբանկատ, հոգատար եւ պաշտպանող բնույթը։ Խեցգետին տղամարդը հաճախ առանձնանում է բարձր ինտուիցիայով։ Նա կարող է զգալ մարդկանց տրամադրությունները, նույնիսկ երբ դրանք բառերով չեն արտահայտվում։ Այս ունակությունը նրան դարձնում է լավ լսող եւ խորաթափանց զրուցակից, սակայն միևնույն ժամանակ կարող է նաեւ հոգնեցնել նրան, քանի որ նա հաճախ ներծծում է շրջապատի հույզերը։ Նրա բնավորության մեջ կարևոր դեր ունի ընտանիքի եւ անցյալի հանդեպ կապվածությունը։ Խեցգետին տղամարդը մեծապես արժևորում է արմատները, հիշողությունները եւ ավանդույթները։ Նա կարող է հաճախ վերադառնալ անցյալի փորձառություններին, փորձելով դրանց մեջ գտնել ուժ կամ ուղղություն։ Երբեմն սա կարող է դառնալ խոչընդոտ, նրան պահելով հին զգացմունքների մեջ։ Այս նշանի տղամարդը հակված չէ բացահայտ պայքարի կամ կտրուկ հակասությունների։ Նա նախընտրում է շրջանցել բախումները, ընտրելով լուր հեռավորություն կամ ներքին փակվածություն։ Սակայն դա չի նշանակում, որ նա թույլ է։ Պարզապես նրա պաշտպանական մեխանիզմները կառուցված են զգացմունքային մակարդակում։ Խեցգետին տղամարդը կարող է լինել խիստ զգայուն քննադատության հանդեպ։ Անզգուշ խոսքը կամ սուր արտահայտությունը կարող են երկար ժամանակ մնալ նրա հիշողության մեջ։ Այդ պատճառով նա հաճախ զգուշավոր է ընտրում, թե ում է բացվում ամբողջությամբ։ Միևնույն ժամանակ, երբ նա վստահում է, դառնում է նվիրված, պաշտպանող եւ խորապես կապված։ Նրա հավատարմությունը արտահայտվում է ոչ թե բարձր խոսքերով, այլ գործողություններով, խնամքով, ներկայությամբ եւ պատրաստակամությամբ օգնելու դժվար պահերին։ Խեցգետին տղամարդու ներաշխարհը լի է հակասությունների։ Ուժն ու խոցելիությունը, խստությունն ու քննությունը համատեղ գոյություն ունեն նրա բնավորության մեջ։ Հենց այս բարդ համադրությունն էլ նրան դարձնում է խորհրդավոր, հետաքրքիր եւ դժվար ընթերալի, բայց միաժամանակ խորապես մարդկային։ Խեցգետին կնոջ բնութագիրը։ Խեցգետին կինը զգացմունքների եւ ներքին խորության մարմնավորումն է։ Նրա աշխարհը կառուցված է զգացողությունների, ենթագիտակցական ազդակների եւ հոգեվոր կապերի վրա։ Նա հաճախ առաջնորդվում է սրտի ձայնով, նույնիսկ այն իրավիճակներում, երբ տրամաբանությունը հուշում է այլողություն։ Արտաքուստ կարող է թվալ հանգիստ եւ զուսպ, սակայն ներսում ապրում է հզոր հուզական հոսք, որը ձևավորում է նրա որոշումները եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Այս կինը առանձնանում է բացառիկ զգայունությամբ։ Նա հեշտությամբ որսում է շրջապատի տրամադրությունը, մարդկանց չարտահայտված մտքերը եւ հույզերը։ Այդ ունակությունը նրան դարձնում է կարեկցող, հոգատար եւ միշտ պատրաստ աջակցելու, սակայն երբեմն նաեւ ծանրաբեռնում է, ստիպելով կրել ուրիշների ցավը որպես սեփական։ Խեցգետին կնոջ համար անվտանգությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն։ Նա ձգտում է ստեղծել միջավայր, որտեղ իրեն պաշտպանված եւ ընդունված կզգա։ Այդ պատճառով նա հաճախ մեծ ուշադրություն է դարձնում տան, ընտանիքի եւ մտերիմ շրջանակի ձևավորմանը։ Նրա համար տունը պարզապես տարածք չէ, այլ հոգեբանական ապաստարան։ Այս նշանի կինը խորը կապվածություն ունի անցյալի հետ։ Հիշողությունները, զգացմունքային փորձառությունները եւ ապրումները երկար ժամանակ մնում են նրա ներսում, ձևավորելով նրա վերաբերմունքը ներկայի նկատմամբ։
Երբեմն նա կարող է դժվարությամբ բաց թողնել այն, ինչը մի ժամանակ կարևոր է եղել, սակայն հենց այդ հիշողություններն են նրան տալիս ներքին ուժ եւ ինքնություն։ Խեցգետին կինը շատ ընտրողական է մարդկանց հարցում։ Նա չի շտապում բացել իր ներաշխարհը յուրաքանչյուրի առաջ։ Վստահությունը նրա համար աստիճանական գործընթաց է, որը պահանջում է ժամանակ, ուշադրություն եւ անկեղծ վերաբերմունք։ Սակայն երբ նա հավատում է, դառնում է նվիրված, հոգատար եւ խորապես կապված։ Նրա բնավորության մեջ զուգակցվում են քնքշությունն ու ներքին ամրությունը։ Թեև նա կարող է թվալ խոցելի, իրականում ունի ուժեղ ինքնապաշտպանական մեխանիզմներ։ Ցավի կամ հիասթափության դեպքում նա կարող է փակվել իր մեջ, հեռանալ արտաքին աշխարհից եւ վերականգնվել լռության մեջ։ Խեցգետին կինը զգայուն է խոսքերի եւ վերաբերմունքի հանդեպ։ Անուշադիր արտահայտությունները կարող են խորը հետք թողնել նրա հոգում։ Այդ պատճառով նա գնահատում է նրբանկատություն, հարգանք եւ հոգեբանական խելամտություն։ Միևնույն ժամանակ այս կինը օժտված է մեծ ներքին ջերմությամբ։ Նա կարող է ստեղծել սիրո, վստահության եւ հոգատարության մթնոլորտ այնտեղ, որտեղ հայտնվում է։ Նրա ներկայությունը հաճախ խաղաղեցնող է, իսկ աջակցությունը աննկատ, բայց ազդեցիկ։ Խեցգետին կնոջ հոգին նման է խոր ջրի, մակերեսին խաղաղ, իսկ խորքում հարուստ զգացմունքներով եւ գաղտնիքներով։ Նրան իսկապես ճանաչելու համար պետք է համբերություն, անկեղծություն եւ սրտաբաց մոտեցում։ Սիրահարված խեցգետին։ Երբ խեցգետինը սիրահարվում է, նրա ողջ ներաշխարհը փոխվում է։ Սերը նրա համար պարզապես զգացմունք չէ, այլ խորքային հոգևոր կապ, որը ներթափանցում է մտածելակերպի, վարքագծի եւ կյանքի բոլոր ոլորտների մեջ։ Նա սիրահարվում է ամբողջ էությամբ, առանց կիսած զգացմունքների կամ մակերեսային մոտեցման։ Սիրո մեջ խեցգետինը դառնում է առավել զգայուն, ուշադրությամբ լի եւ հոգատար։ Նա սկսում է նկատել ամենափոքր մանրուքները, սիրելիի տրամադրությունը, ձայնի երանգը, նույնիսկ լռության մեջ թաքնված հույզերը։ Նրա համար կարևոր է զգալ, որ մյուսը ոչ միայն ֆիզիկապես, այլև հուզականորեն ապահով է։ Սիրահարված խեցգետինը հակված է պաշտպանելու իր զգացմունքները։ Նա չի բացվում ակնթարթորեն եւ հաճախ նախընտրում է երկար ժամանակ հետևել, զգալ եւ վստահել միայն այն դեպքում, երբ համոզվում է, որ իր սիրտը վտանգի տակ չի դրվի։ Վստահությունը նրա սիրո հիմնաքարն է։ Առանց դրա նա չի կարող ամբողջությամբ նվիրվել։ Այս նշանի ներկայացուցիչը սիրո մեջ դառնում է բացառիկ նվիրված։ Նա պատրաստ է աջակցել, լսել, սպասել եւ նույնիսկ զոհաբերել սեփական հարմարավետությունը հանուն հարաբերությունների կայունության։ Դրա համար սիրել նշանակում է կիսել ոչ միայն ուրախ պահերը, այլև դժվարությունները։ Սակայն սիրահարված խեցգետինը կարող է նաև խոցելի դառնալ։ Նրա զգացմունքները շատ խորն են եւ անուշադիր վերաբերմունքը կամ սառնությունը կարող են նրան ներքուստ ցավ պատճառել։ Այդպիսի իրավիճակներում նա կարող է փակվել իր մեջ, լռել կամ հեռանալ, փորձելով ինքնուրույն հաղթահարել ապրումները։ Խեցգետինը սիրո մեջ ձգտում է երկարաժամկետ կապի։ Անցողիկ հարաբերությունները կամ անորոշությունը նրան չեն գրավում։ Նա փնտրում է այնպիսի կապ, որտեղ կա վստահություն, փոխադարձ հոգատարություն եւ ապագայի զգացում։ Նրա երազանքներում սերը հաճախ կապված է ընտանիքի, տան եւ համատեղ կյանքի գաղափարի հետ։ Սիրահարված խեցգետինը կարող է դառնալ չափազանց կապված։ Երբեմն նա այնքան է ձուլվում հարաբերություններին, որ մոռանում է սեփական սահմանների մասին։ Այդ պատճառով նրա համար կարևոր է, որ զուգընկերը գնահատի նրա նվիրվածությունը եւ չօգտագործի այդ զգացմունքային բացությունը։ Խեցգետնի սերը լուռ է, բայց խոր։ Նա հազվադեպ է բարձրաձայն խոսում իր զգացմունքների մասին, սակայն իր վերաբերմունքով, գործողություններով եւ հոգատարությամբ անընդհատ ցույց է տալիս, որքան կարևոր է սիրելին իր կյանքում։ Ի վերջո, սիրահարված խեցգետինը նման է անվտանգ նավահանգիստ, այնտեղ, որտեղ նա սիրում է, կա ջերմություն, պաշտպանվածություն եւ անկեղծ հոգևոր կապ։ Նրան սիրելն ու նրա սերը ստանալը նշանակում է ունենալ մեկ, ով միշտ զգում է, հիշում եւ հոգետարում, նույնիսկ այն ժամանակ, երբ բառեր պետք չեն։ Խեցգետին սիրահարված տղամարդ։ Երբ խեցգետին տղամարդը սիրահարվում է, նա չի շտապում դա բացահայտ ցույց տալ։ Սիրո առաջին փունում նա հաճախ ներսում է ապրում իր զգացմունքները, փորձելով հասկանալ, արդյոք անվտանգ է բացել սիրտը։ Նրա համար սերը ռիսկ է, քանի որ նա զգում է շատ խորը եւ չի ցանկանում կրկին վիրավորվել։
Սիրահարված խեցգետին տղամարդը կարող է արտաքինից զուսպ կամ նույնիսկ անորոշ թվալ, սակայն նրա ներսում զգացմունքների ամբողջական փոթորիկ է։ Նա ուշադիր հետևում է կնոջ խոսքին, շարժումներին, տրամադրությանը եւ արագ որսում է նույնիսկ չասված հույզերը։ Նրա սիրո լեզուն հիմնականում գործողություններն են, ոչ թե խոստումները։ Այս տղամարդը հարաբերություններում ձգտում է հուզական անվտանգությանը։ Եթե նա զգում է, որ իրեն ընդունում են, չեն դատում եւ չեն ճնշում, նա աստիճանաբար բացվում է եւ դառնում բացառիկ նվիրված։ Այդ պահին խեցգետին տղամարդը կարող է վերածվել հուսալի հենարանի, պատրաստ լսելու, օգնելու եւ պաշտպանելու։ Սիրահարված վիճակում նա առանձնապես հոգատար է։ Նա հիշում է մանրուքներ, կարևորում է զուգընկերոջ զգացմունքային վիճակը եւ փորձում է ստեղծել հարմարավետ միջավայր։ Նրա համար կարևոր չէ ցուցադրական ռոմանտիկան, ավելի շատ նրան հետաքրքրում է իրական կապը, ջերմությունը եւ վստահությունը։ Խեցգետին տղամարդը խուսափում է բախումներից։ Սիրո մեջ նա հակված է լռել եւ կուլ տալ սեփական դժգոհությունները, միայն թե հարաբերություններում խաղաղություն պահպանվի։ Սակայն եթե այդ լռությունը երկար է տևում, ներսում կուտակված զգացմունքները կարող են դառնալ ծանր բեռ նրա համար։ Նա չափազանց լուրջ է վերաբերվում սիրուն։ Խեցգետին տղամարդը հազվադեպ է հարաբերություններ սկսում զուտ զվարճանքի համար։ Եթե նա սիրահարված է, ապա արդեն մտածում է ապագայի մասին՝ համատեղ կյանք, տուն, ընտանիք։ Սերը նրա համար պատասխանատվություն է, ոչ թե խաղ։ Սիրահարված խեցգետին տղամարդը կարող է նաև խանդոտ լինել, սակայն ոչ բացահայտ ձևով։ Նրա խանդը ավելի շատ կապված է վախի հետ, կորցնելու այն, ինչ իրեն հոգեպես անվտանգ է դարձնում։ Այդ պատճառով նրան շատ անհրաժեշտ է վստահություն եւ անկեղծ հաղորդակցություն։ Եթե զուգընկերը կարողանա գնահատել նրա զգայուն բնույթը եւ չդիտարկել դա որպես թուլություն, խեցգետին տղամարդը կբացահայտի իր ամենալավ կողմերը։ Նա կդառնա հավատարիմ, հոգատար եւ խորապես կապված գործընկեր, ով սիրում է ամբողջ սրտով։ Խեցգետին սիրահարված տղամարդու սերը բարձրաձայն չէ, բայց այն կայուն է, խորը եւ երկարատև։ Նրա հետ հարաբերությունները նման են հանգիստ, բայց ամուր նավահանգուստի, որտեղ միշտ կա աջակցություն, ջերմություն եւ իսկական նվիրվածություն։ Խեցգետին սիրահարված կին։ Խեցգետին կինը սիրո մեջ դանդաղ է մտնում, բայց երբ դա տեղի է ունենում, նրա զգացմունքները դառնում են խոր ու ամբողջական։ Նա չի սիրահարվում հանկարծակի։ Նախ պետք է զգա հոգեբանական անվտանգություն, վստահություն եւ ներքին հանգստություն։ Միայն դրանից հետո է նա պատրաստ բացել իր ներաշխարը։ Սիրահարված խեցգետին կինը շատ զգայուն է զուգընկերոջ տրամադրությունների հանդեպ։ Նա ակնթարթորեն որսում է ձայնի տոնն ու լռության իմաստը, հաճախ զգալով այն, ինչ դեռ չի արտահայտվել բառերով։ Նրա ինտուիցիան հարաբերություններում գլխավոր գործիքն է, եւ նա գրեթե միշտ վստահում է իր ներքին զգացողությանը։ Սիրո մեջ նա դառնում է բացառիկ հոգատար։ Խեցգետին կինը հաճույք է ստանում խնամելուց, աջակցելուց եւ ջերմ մթնոլորտ ստեղծելուց։ Նրա ուշադրությունը մանրուքների վրա է։ Ինչն է ուրախացնում զուգընկերոջը, ինչն է հանգստացնում, ինչն է նրան ուժ տալիս։ Սերը նրա համար ամենօրյա գործողություն է, ոչ թե միայն խոսքեր։ Սակայն նրա զգայունությունը նաև խոցելի կողմ է։ Եթե նա զգա անտարբերություն, անորոշություն կամ սառնություն, դա կարող է խորապես վիրավորել նրան։ Սիրահարված խեցգետին կինը հակված է լուռ փակվելու իր մեջ, փոխարենը անմիջապես արտահայտելու ցավը։ Այդ լռությունը հաճախ նշանակում է, որ նա պաշտպանվում է, ոչ թե հեռանում։ Նա կարիք ունի հաստատումների, բայց հազվադեպ է բարձրաձայն ասում դա։ Խեցգետին կինը ենթադրում է, որ իսկական սերը պետք է զգացվի, ոչ թե անընդհատ բացադրվի։ Եթե զուգընկերը չի հասկանում այդ նուրբ ակնարկները, կարող են առաջանալ թիրումացություններ։ Երբ նա վստահում է, խեցգետին կինը դառնում է բացառիկ հավատարիմ։ Նա ամբողջությամբ ներդրվում է հարաբերությունների մեջ եւ սպասում է նույն խորությամբ վերաբերմունք։ Կիսատ կապերը կամ ժամանակավոր հարաբերությունները նրան չեն գրավում։ Նրա սերը կառուցված է երկարաժամկետ պատկերացման վրա, համատեղ ապագայի, տան եւ կայուն կապի գաղափարով։ Խանդը նրա մոտ հաճախ ունի ներքին բնույթ։ Նա հազվադեպ է սկանդալներ սարքում, բայց կարող է խորքում անհանգստանալ, կորցնելու վախից։
Այդ պատճառով նրա համար չափազանց կարևոր է բաց ու ազնիվ հաղորդակցությունը։ Սիրահարված խեցգետին կինը կարող է դառնալ ուժեղ հենար նրա զուգընկերոջ համար։ Նա պատրաստ է կանգնել կողքին դժվար պահերին, կիսել ցավը եւ աջակցել առանց պայմանների։ Նրա սերը բուժիչ է, բայց այն պահանջում է զգուշավոր վերաբերմունք։ Եթե նրա զգացմունքները արժևորվեն, խեցգետին կինը կծաղկի հարաբերություններում, դառնալով նուրբ, հավատարիմ եւ խորապես կապված գործընկեր։ Նրա սերը աղմուկ չի անում, բայց այն լցնում է հարաբերությունները ջերմությամբ, վստահությամբ եւ իրական մտերմությամբ։ Ժամադրություն խեցգետնի հետ։ Սիրային համատեղելիություն։ Խեցգետնի հետ հարաբերություններ սկսելը պահանջում է համբերություն, նրբանկատություն եւ զգացմունքային հասունություն։ Սա այն կենդանակերպի նշանն է, որի համար առաջին հերթին կարևոր է ներքին կապը, ոչ թե արտաքին փայլը կամ արագ զարգացող ռոմանտիկան։ Ժամադրությունները նրա համար փորձություն են, պարզելու, թե արդյոք կարելի է վստահել մարդուն։ Խեցգետինը երկար ժամանակ դիտում է, լսում եւ զգում։ Նա ուշադրություն է դարձնում ոչ միայն խոսքերին, այլ նաև պահվածքին, վերաբերմունքին եւ մանրուքներին։ Եթե նա զգա անկեղծություն ու հոգատարություն, աստիճանաբար կբացվի եւ թույլ կտա մոտենալ իր ներաշխարհին։ Ճնշումը, շտապողականությունը կամ կտրուկ քայլերը կարող են նրան փակել իր պաշտպանական շրջանակի մեջ։ Որ նշանների հետ է խեցգետինը առավել ներդաշնակ։ Խեցգետինը լավագույնս իրեն զգում է այն մարդկանց կողքին, ովքեր կարողանում են հասկանալ նրա զգացմունքային խորությունը։ Ջրային նշաններ, կարիճ, ձկներ, այս միությունները հիմնված են ինտուիցիայի, փոխադարձ զգացողության եւ չասված լեզվի վրա։ Կարիճը կարող է խեցգետնին տալ ուժ եւ վստահություն, իսկ ձկները երասկոտություն եւ հոգեվոր կապ։ Հողային նշաններ՝ ցուլ, կույս, այծեղջյուր։ Հողը տալիս է այն կայունությունն ու անվտանգությունը, որի կարիքը խեցգետինն ունի։ Ցուլը բերում է ջերմություն ու հանգստություն, կույսը հոգատար կազմակերպվածություն, իսկ այծեղջյուրը հուսալիություն եւ պաշտպանվածության զգացում։ Բարդ, բայց ուսանելի համադրություններ։ Օդային նշաններ՝ երկվորյակ, կշերկ, ջրհոս։ Այստեղ հաճախ առաջանում է տարբերություն զգացմունքների արտահայտման ձևում։ Օդային նշանները կարող են թվալ չափազանց թեթև կամ հեռու, մինչդեռ խեցգետինը խորություն է փնտրում։ Եթե կա փոխադարձ հասկացողություն, այս կապերը կարող են դառնալ զարգացնող։ Կրակային նշաններ՝ խոյ, առյուծ, աղեղնավոր։ Կրակը երբեմն չափազանց ուժեղ է խեցգետնին նուրբ բնույթի համար։ Խոյը կարող է լինել կոպիտ, առյուծը ինքնակենտրոն, իսկ աղեղնավորը չափազանց ազատասեր, սակայն փոխադարձ հարգանքի գծում հնարավոր է հավասարակշռություն։ Երկու խեցգետների միություն։ Երբ խեցգետինը հանդիպում է խեցգետնի հետ, առաջանում է խոր զգացմունքային կապ։ Նրանք հասկանում են միմյանց լռությունն ու տրամադրության փոփոխությունները, սակայն այս հարաբերությունները կարող են դառնալ չափազանց փակ եւ զգացմունքներով ծանրաբեռնված, եթե չկա արտաքին հավասարակշռություն։ Ինչպես հաջող ժամադրություն ունենալ խեցգետնի հետ։ Ստեղծեք հանգիստ ու ջերմ միջավայր, ցույց տվեք երական հետաքրքրություն նրա մտքերի ու զգացմունքների հանդեպ։ Միշտ ապեք մտերմությունը, եղեք կայուն եւ կանխատեսելի, հարգեք նրա ընտանեկի եւ անձնական տարածքի կարեւորությունը։ Խեցգետնի համար ժամադրությունը պարզապես հանդիպում չէ, դա ներքին կապի սկիզբ է, որը կարող է վերածվել խոր, երկարատև եւ վստահելի հարաբերության։ Եթե կարողանաք արժևորել նրա զգայուն բնույթը, նա կդառնա նվիրված եւ հոգատար գործընկեր, որ սիրո մեջ ամբողջությամբ ներդրվում է։ Ժամադրություն խեցգետին տղամարդու հետ։ Խեցգետին տղամարդու հետ ժամադրությունը նման չէ արագ, աղմկոտ կամ ցուցադրական հանդիպումների։ Նրա համար դա հոգեբանական մոտեցման գործընթաց է, ոչ թե պարզապես ռոմանտիկ ժամանց։ Նա ուշադիր է, զգայուն եւ խորապես կապված է իր ներքին աշխարհին։ Ուստի հարաբերությունները նրա հետ զարգանում են աստիճանաբար, բայց ամուր հիմքի վրա։ Խեցգետին տղամարդը հազվադեպ է առաջին քայլն անում կտրուկ կամ վստահությամբ լի ձևով։ Նա նախ դիտում է, գնահատում եւ փորձում հասկանալ, արդյոք դիմացինը անվտանգ է իր զգացմունքների համար։ Եթե ցանկանում եք գրավել նրա ուշադրությունը, կարևոր է լինել հանգիստ, անկեղծ եւ բնական։ Ցուցադրական վարքագիծը կամ չափազանց ակտիվ նախաձեռնողականությունը կարող են նրան շփոթեցնել կամ հետ քաշել։ Ինչ է նա գնահատում ժամադրության ընթացքում։
Խեցգետին տղամարդը մեծ արժեք է տալիս մանրուքներին։ Նրա համար կարևոր է ոչ թե ճոխ ռեստորանը, այլ մթնոլորտը։ Տաք խոսակցությունը, հանգիստ միջավայրը, հոգատար վերաբերմունքը եւ զգացմունքային կապը ավելի մեծ ազդեցություն ունեն, քան արտաքին փայլը։ Նա սիրում է, երբ իրեն լսում են։ Եթե հետաքրքրվեք նրա կարծիքով, հիշեք այն, ինչ նա պատմում է եւ չընդհատեք, նա դա կընկալի որպես խոր հարգանք։ Խեցգետին տղամարդու համար վստահություն սկսվում է հենց լսված լինելու զգացումից։ Ինչպես է նա պահում իրեն ժամադրության ժամանակ։ Սկզբում կարող է լինել փակ կամ զգուշավոր, կարող է շատ հարցեր չտալ, բայց ուշադիր դիտել։ Ժամանակի ընթացքում դառնում է ջերմ, խնամող եւ հոգատար։ Հաճախ փորձում է պաշտպանել, օգնել կամ աջակցել։ Եթե նա սկսում է կիսվել իր անցյալով, ընտանիքով կամ անձնական հիշողություններով, դա հստակ նշան է, որ դուք արդեն նրա վստահության շրջանակում եք։ Ինչից խուսափել խեցգետին տղամարդու հետ։ Կոպիտ հումորից կամ սարկազմից, անտեսումից կամ սառնությունից, անկայուն պահվածքից, նրա զգացմունքները թեթև ընդունելուց։ Նա շատ խորն է ապրում ամեն ինչ, նույնիսկ եթե դա բացահայտ չի ցույց տալիս։ Մի խոսք կամ վերաբերմունք կարող է երկար մնալ նրա հիշողության մեջ։ Երկարաժամկետ հեռանկարում։ Եթե խեցգետին տղամարդը զգա, որ հարաբերություններում կա անվտանգություն եւ փոխադարձ հոգատարություն, նա կդառնա բացառիկ նվիրված զուգընկեր։ Նա պատրաստ է կառուցել ընտանիք, ներդնել ժամանակ, էներգիա եւ զգացմունքներ։ Նրա սերը ոչ թե աղմկոտ է, այլ կայուն, ջերմ եւ պաշտպանող։ Խեցգետին տղամարդու հետ ժամադրությունը հարմար է նրանց, ովքեր փնտրում են խորուրդ, վստահություն եւ իրական կապ։ Եթե պատրաստ եք դանդաղ, բայց ամուր ճանապարհ, նա կարող է դառնալ կյանքի ամենահուսալի ուղեկիցներից մեկը։ Ծանոթություն խեցգետին կնոջ հետ։ Խեցգետին կինը մոտեցում է նոր մարդկանց շատ զգուշորեն։ Նա հազվադեպ է անմիջապես բացվում։ Հատկապես եթե առաջին տպավորությունն ունի, որ մարդը իրեն չի արժևորում կամ վտանգ է ներկայացնում նրա էմոցիոնալ կայունության համար։ Ուստի նրա հետ ծանոթությունը պահանջում է համբերություն, խնամք եւ նրբանկատություն։ Ինչ պետք է իմանալ նրա բնույթի մասին։ Խեցգետին կինը առաջնորդվում է զգացմունքներով, ոչ թե միայն մտքով։ Նա հաճախ նախընտրում է առաջին քայլը չանել, մինչև վստահ չլինի իր անվտանգ զգալու վրա։ Նրա ինտուիցիան շատ ուժեղ է։ Նա կարող է հեշտությամբ դիտել մարդու մտադրությունները, անգամ եթե դրանք դեռ չեն արտահայտվել բառերով։ Նա գնահատում է ջերմությունը, անկեղծությունը եւ այն մարդկանց, ովքեր կարողանում են ցուցաբերել հոգատարություն ոչ միայն իր, այլ նաեւ նրա շրջապատի նկատմամբ։ Ինչ է նա գնահատում ծանոթության ընթացքում։ Խեցգետին կինը ուշադրություն է դարձնում մանրուքներին։ Նա նկատում է, թե ինչպես եք վերաբերվում ուրիշներին, ինչպես եք խոսում ընտանիքի մասին եւ որքան պատասխանատու եք գործողություններում։ Նա ձգտում է զգալ անվտանգություն եւ վստահություն, քանի որ իր համար հարաբերությունները սկսվում են հենց այս հիմքերից։ Նա գնահատում է այնպիսի զրույցներ, որոնք ունեն խորը զգացմունքային իմաստ։ Ցուցադրական կամ չափազանց արագ ծանոթությունները հաճախ կարող են նրան վախեցնել կամ հետ քաշել։ Նա հաճույք է ստանում այնպիսի մարդկանցից, ովքեր կարող են նրան լսել, հասկանալ եւ չշտապեցնել իր հույզերը արտահայտման մեջ։ Ինչ պետք է խուսափել։ Անհամարժեք անկեղծությունից կամ կոպիտ հումորից, սառը կամ անմարդկային պահվածքից, ներկայացնել իրեն որպես խաղալիք կամ միայն զվարճանքի առարկա, ներքին զգացմունքները անտեսելուց։ Խեցգետին կինը կարիք ունի վստահության, ուստի ցանկացած շտապողականություն կամ անարգանք կարող է հանգեցնել նրան, որ նա փակվի եւ հետ քաշվի երկար ժամանակով։ Ինչ կարելի է անել հաջողակ ծանոթության համար։ Ցուցաբերեք իսկական հետաքրքրություն նրա կարծիքների, հետաքրքրությունների եւ զգացմունքների նկատմամբ։ Հարգել նրա անձնական տարածքը եւ ժամանակը, թույլ տալով աստիճանաբար բացվել։ Օգտագործել նրբանկատ եւ ջերմ ժեստեր, օրինակ փոքր նվերներ, ուշադիր խոսակցություններ կամ նկատելի ուշադրություն նրա կարիքների վրա։ Ընտրել հանգիստ միջավայրեր,
լույս, հարմարավետ եւ քիչ աղմուկ, որտեղ նա կզգա իրեն ապահով եւ հանգիստ։ Խեցգետին կնոջ հետ ծանոթությունը կարող է լինել դանդաղ գործընթաց, բայց եթե դուք համբերությամբ եւ զգայունությամբ մոտենաք նրան, նա կարող է բացվել ամբողջ խորությամբ, դառնալով նվիրված, հոգատար եւ սիրալիր ընկերություն։ Նրա հետ զարգացած հարաբերությունները հիմնված են վստահության, հոգատարության եւ հուզային բովանդակալության վրա։ Խեցգետին կենթանակերպի սեքսուալություն։ Խեցգետին նշանի համար սեքսուալությունը նշանակություն ունի ոչ միայն ֆիզիկական հաճույքի, այլև զգացմունքային եւ հոգեբանական կապի տեսանկյունից։ Սեռական հարաբերությունները նրանց համար հնարավորություն են արտահայտելու սերը, հոգատարությունը եւ ինտիմությունը, միաժամանակ ամրապնդելով վստահությունն ու մտերմությունը։ Հիմնական առանձնահատկությունները. զգայական եւ էմոցիոնալ մոտեցում։ Խեցգետինները սեռական շփման մեջ առաջնորդվում են իրենց ինտուիցիայով ու զգացմունքներով։ Նրանց համար կարևոր է զգալ անվտանգություն եւ հարմարավետություն, ցանեբացվելու եւ իրական կապ ստեղծելու համար։ Անհանգիստ կամ անպատրաստ միջավայրում նրանք դժվարությամբ են բացահայտում իրենց հետաքրքրությունները կամ ցանկությունները։ Հոգատարություն եւ ուշադիր մոտեցում։ Սեքսը նրանց համար ոչ միայն անձնական հաճույք ստանալու միջոց չէ, նրանք կենտրոնացած են նաև զուգընկերոջ հուզական եւ ֆիզիկական կարիքների վրա։ Խեցգետինները հաճախ նախընտրում են ապահովել, որ հարաբերությունը հանգեցնում է երկուստեք հաճույքի եւ իրենց սեփական ցանկությունները արտահայտվում են միայն վստահության կառուցումից հետո։ Խորը զգացմունքային կապ։ Սեքսը նրանց համար ֆիզիկական գործընթաց չէ, այլ հարաբերությունների բնական շարունակություն։ Դա վստահության, սիրո եւ նվիրվածության արտահայտման միջոց է։ Խեցգետինները գնահատում են այն կապը, որը խորացնում է ինտիմությունը եւ ամրապնդում է հարաբերությունների հիմքերը։ Անհրաժեշտ է ժամանակ վստահություն ստեղծելու համար։ Նրանք չեն շտապում եւ չեն նախընտրում մակերեսային կամ պատահական հարաբերություններ։ Զուգընկերոջ հետ վստահության կառուցումը կարևոր նախապայման է, որպեսզի նրանք լիովին բացվեն եւ ներառեն զգայական եւ էմոցիոնալ աշխարհը հարաբերություններում։ Խեցգետինների սեքսուալությունը առանձնանում է զգայանությամբ, զգացմունքային նրբանկատությամբ եւ հոգատարությամբ։ Այն բոլոր կողմերով կապված է հոգեբանական եւ սիրային մոտեցումների հետ, ինչը նրանց դարձնում է զգայուն եւ նվիրական գործընկեր, ում համար հարաբերությունները միայն ֆիզիկական գործընթաց չեն, այլ ամբողջական, խորը եւ զգացմունքային փորձ։ Խեցգետին տղամարդու սեքսուալություն։ Խեցգետին տղամարդը սեքսուալությամբ առանձնանում է զգայունությամբ, հոգատարությամբ եւ խոր զգացմունքներով։ Նրա մոտ ինտիմ հարաբերությունները ոչ միայն ֆիզիկական հաճույքի միջոց են, այլև ամուր կապի, վստահության եւ սրտի անկեղծ արտահայտության ճանապարհ։ Հիմնական առանձնահատկությունները. զգայուն եւ հոգատար։ Խեցգետին տղամարդը ուշադրություն է դարձնում իր զուգընկերոջ հուզական եւ ֆիզիկական կարիքներին։ Նա չի շտապում եւ պատրաստ չէ մակերեսային հարաբերությունների։ Նրա համար կարևոր է, որ յուրաքանչյուր շարժում, շոշափում եւ շփում ստեղծի հանգստություն եւ ապահովություն։ Հեշտությամբ բացվում վստահության դեպքում։ Նա պետք է վստահ զգա շրջապատի ու հարաբերությունների մեջ, որպեսզի լիովին բացվի ինտիմ շփման ընթացքում։ Միայն երբ վստահությունը հաստատված է, նա կարող է արտահայտել իր ցանկությունները եւ իր զգացմունքային խորությունը։ Ռոմանտիկ եւ զգայական մոտեցում։ Խեցգետին տղամարդու սեքսուալության մեջ կարևոր է մթնոլորտը։ Նա սիրում է ռոմանտիկ պահեր, լույսերի, մեղմ երաժշտության եւ նուրբ շոշափումների միջոցով։ Սիրով պարունակվող մտերիմ մթնոլորտը մեծացնում է նրա տրամադրությունը եւ խորացնում կապը։ Հոգեվոր եւ զգացմունքային կապ։ Նրա համար սեքսը միայն ֆիզիկական հաճույք չէ, այլ մի ամբողջական փորձ, որը ընդգծում է սերը, հոգատարությունը եւ փոխադարձ վստահությունը։ Նա ցանկանում է, որ իր զուգերն էլ զգա իր ներդրումը, ու դա դարձնում է ինտիմությունը երկուստեք եւ իմաստալից։ Ստեղծագործական մոտեցում եւ ուշադիր դիտարկումներ։ Նա հաճախ ուշադիր է մանրամասներին, նկատելով փոքր շարժումները, հպումները կամ արտահայտությունները, որոնք օգնում են հասկանալ զուգընկերոջ ցանկություններն ու տրամադրությունը։ Նրա սեքսուալությունը հագեցած է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեվոր զգացողություններով։ Նվիրվածություն եւ հոգատարություն։ Խեցգետին տղամարդը հավատարմություն է ցուցաբերում հարաբերություններում։ Նա չի հետաքրքրվում կարճաժամկետ կամ անտեղյակ կապերով։ Նրան հոգեհարազատ է ստեղծել սեր, վստահություն եւ կայունություն, որտեղ ինտիմությունը դառնում է սերով հոգատարության եւ փոխադարձ մտերմության բնական շարունակություն։
Խեցգետին տղամարդու սեքսուալությունը զուգակցում է զգայանությունը, զգացմունքային նրբանկատությունը եւ հոգատարությունը։ Նրա մոտ ինտիմ շփումը միշտ առնչվում է սերով, վստահության եւ մտերմության հետ, ինչը նրան դարձնում է խոր եւ նվիրված գործընկեր, ով մեծապես արժեքավորում է հարաբերությունների հոգեվոր եւ ֆիզիկական կողմերը։ Խեցգետին կին սեքսուալություն։ Խեցգետին կինը ինտիմ հարաբերություններում առանձնանում է զգայունությամբ, նուրբ էմոցիոնալ բնույթով եւ խորը սրտով։ Նրա սեքսուալությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական շփումով, այն ընդգրկում է հոգեվոր կապ, զգայական էներգիա եւ խնամք, ստեղծելով եզակի ներդաշնակություն զուգընկերոջ հետ։ Հիմնական առանձնահատկությունները. զգայուն եւ ինտուիտիվ մոտեցում։ Խեցգետին կինը հեշտությամբ ընկալում է իր զուգընկերոջ տրամադրությունը, ցանկությունները եւ պահանջները։ Նա կարող է նկատել ամենափոքր հպումը, շարժումը կամ հայացքը, որը կարևոր է ինտիմ շփման համար։ Նրա համար սեքսը ոչ միայն հաճույք ստանալու միջոց է, այլ նաեւ եղանակ կապ հաստատելու, հոգեվոր եւ զգացմունքային հաղորդակցության։ Հաղորդակցություն սրտով։ Նրան առաջնորդում է սիրտը, ոչ միայն մարմինը։ Սեքսի ընթացքում նա ցանկանում է ներդնել իր զգացմունքային խորությունը, կիսվել սիրով եւ ջերմությամբ, ապահովելով լիարժեք մտերմություն։ Նրան համար կարևոր է, որ իր զուգընկերը նույնքան նվիրված ու զգայուն լինի։ Ռոմանտիկ մթնոլորտի կարիքը։ Խեցգետին կինը մեծ ուշադրություն է դարձնում միջավայրին եւ մթնոլորտին։ Մոմերի լույս, մեղմ երաժշտություն կամ ջերմ ապահով տարածք մեծացնում է նրա ցանկությունը եւ օգնություն է զգայական ընդլայնմանը։ Ինտիմ պահերն այդ կերպ վերածվում են զգայական արարողության, որտեղ յուրաքանչյուր շոշափում կարևոր է։ Հոգևոր եւ զգայական ներդաշնակություն։ Սեքսը նրա համար միայն ֆիզիկական հաճույք չէ։ Խեցգետին կինը ցանկանում է, որ այդ գործընթացը ընդգրկի երկու կողմի հոգևոր եւ զգայական ներդրումները, ձևավորելով անվտանգ եւ վստահելի կապ։ Նա հաճույք է ստանում, երբ կարող է զգալ եւ արտահայտել սերը եւ հոգատարությունը զուգընկերոջ հանդեպ։ Նվիրվածություն եւ հոգատարություն։ Խեցգետին կինը լիովին նվիրվում է հարաբերություններին։ Նրա համար կարևոր է հստակ զգալ, որ զուգընկերը վստահելի է, հոգատար եւ մտահոգված նրա բարեկեցությամբ։ Նա հազվադեպ է մտնում մակերեսային կամ միայն ֆիզիկական հարաբերությունների մեջ, իսկ ինտիմը վերածվում է սիրո եւ հոգեվոր կապի ամրապնդման։ Ստեղծագործական մոտեցում եւ նրբանկատություն։ Խեցգետին կինը սիրում է ներդնել ստեղծագործական տարրեր եւ մանրամասներ, որոնք մեծացնում են ինտիմ փորձը։ Նա կարող է անակնկալներ պատրաստել, խաղեր կամ շոշափումներ անել, ստեղծելով զգայական եւ հոգեվոր փորձ, որը ոչ միայն ֆիզիկական հաճույք է, այլ նաեւ տրամադրություն, մտերմություն եւ սերը արտահայտելու միջոց։ Խեցգետին կանանց սեքսուալությունը առանձնանում է խորը զգացմունքայինությամբ, նուրբ ուշադրությամբ եւ հոգեվոր ներդաշնակությամբ։ Նրա մոտ ինտիմ հարաբերությունները միշտ կապված են սիրո, վստահության եւ հոգատարությամբ, ինչը նրան դարձնում է ուշադիր, նվիրված եւ զգայական գործընկեր, որը մեծ արժեք է տալիս թե ֆիզիկական, թե հոգեվոր կապին։ Խեցգետին որպես ծնող, ծնողական համատեղելիություն։ Խեցգետին կենդանակերպի նշանի մարդիկ ծնողական դերում առանձնանում են իրենց հոգատարությամբ, զգայունությամբ եւ խորը նվիրվածությամբ իրենց երեխաներին։ Նրանք բնական ճանապարհով գիտեն, թե ինչպես ապահովել երեխայի առողջ, անվտանգ եւ սերով լի միջավայր, որտեղ փոքրիկները կարող են աճել եւ զարգանալ։ Նրանց մոտ ծնողականությունը չի սահմանափակվում պարզապես հագուստ, սնունդ կամ կրթություն ապահովելով, այն ներառում է սրտանց հոգատարություն, հոգեբանական աջակցություն եւ էմոցիոնալ առատություն։ Հիմնական առանձնահատկությունները. զգայունություն եւ առատ հուզականություն։ Խեցգետին ծնողները զգում են իրենց երեխաների յուրաքանչյուր նրբանկատ պահանջը, անգամ այն, ինչ երեխան դեռ չի կարող արտահայտել խոսքով։ Նրանք հեշտությամբ հասկանում են երեխայի տրամադրությունն ու մտքերը ու տրամադրում անհրաժեշտ ուշադրություն առանց հարցնելու։ Այս առանձնահատկությունը թույլ է տալիս ստեղծել խորը վստահության եւ հոգեվոր կապի դաշտ, որտեղ երեխան իրեն անվտանգ է զգում։ Անվտանգություն եւ կայունություն։ Այս նշանի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ընտանիքի միջավայրը լինի անվտանգ եւ խաղաղ։ Նրանք կարևորում են կարգ ու կանոնները, սակայն այնպիսի եղանակով, որը չի ճնշում երեխաներին, այլ ապահովում է հարմարավետ եւ աջակցող միջավայր։ Խեցգետին ծնողների մոտ առաջնահերթությունը երեխաների ֆիզիկական, մտավոր եւ զգացմունքային անվտանգությունը։
զգայական ուսուցում եւ սերը որպես ուղեցույց։ Հետաքրքիրն այն է, որ խեցգետին ծնողները հաճախ իրենց օրինակով ուսուցանում են երեխաներին, թե ինչպես դրսևորել զգացմունքները, հոգատար լինել մյուսների նկատմամբ եւ կառուցել մտերմիկ հարաբերություններ։ Նրանք կարող են հաճախ ներկայացնել իրենց զգացմունքները բառերով, ժեստերով կամ գործողություններով, որպեսզի երեխաները սովորեն հոգատարության եւ սերի լի լինելու արվեստը։ Կատարողական խրախուսանք, ոչ ճնշում։ Խեցգետին ծնողները երեխաներին օգնում են սովորել եւ զարգանալ ոչ թե ճնշման միջոցով, այլ դրական խրախուսմամբ։ Եթե երեխան սխալ է անում կամ ինչ-որ բան չի հասկանում, նրանք կընտրեն ուսուցանել, ցույց տալով համբերություն եւ աջակցություն, փոխարենը հարվածելու կամ զայրացնելու։ Այս մոտեցումը թույլ է տալիս երեխային զարգանալ ինքնուրույն, բայց միշտ զգալով ծնողի աջակցության ներկայությունը։ Արժևորում է ընտանեկան կապերը եւ միջանձնային հարաբերությունները։ Խեցգետին ծնողները մեծ ուշադրություն են դարձնում ընտանիքի անդամների միջև հարաբերություններին։ Նրանք ձգտում են, որ երեխաները զգան ջերմություն, հոգատարություն եւ միասնականություն։ Այդ պատճառով երեխաները սովորում են ընտանիքի արժեքները, վստահությունը եւ սերը որպես կյանքի հիմք։ Զգայունության եւ նվիրվածության հիանալի համադրություն։ Խեցգետին ծնողների մոտ ծնողականությունը ոչ միայն պարտականություն է, այլ հոգեվոր առաքելություն։ Նրանք առատ սեր են ներդնում, հետևում են երեխայի զարգացման յուրաքանչյուր փուլին, աջակցում են իրենց հետաքրքրությունների եւ տաղանդների բացահայտմանը եւ ապահովում, որ երեխան զգա իր արժանիքը եւ պաշտպանվածությունը։ Խեցգետին կենդանակերպի նշանի ծնողը հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների զգացմունքներին, նրանց հոգեբանական զարգացմանը եւ հուզական բալանսին։ Այս ծնողները ոչ միայն ապահովում են ֆիզիկական եւ նյութական կարիքները, այլ ստեղծում են սեր եւ վստահության հիման վրա կառուցված միջավայր, որտեղ երեխան կարող է զարգանալ անվտանգ, սերով եւ հոգատարությամբ շրջապատված։ Խեցգետին որպես հայր։ Խեցգետին կենդանակերպի նշանի հայրիկը առանձնանում է իր խոր զգայունությամբ, պաշտպանողական բնավորությամբ եւ անշահախնդիր հոգատարությամբ։ Նրա համար ընտանիքը ոչ միայն տուն եւ առօրյա պարտականություններ են, այլև մի վայր, որտեղ երեխաները պետք է զգան անվտանգություն, սեր եւ վստահություն։ Նա իր երեխաների կողքին է թե հոգեպես, թե ֆիզիկապես, ուստի նրանց ներկայությունը հաճախ նրա առաջնահերթությունն է։ Հիմնական բնութագրերը։ Զգայունություն եւ հուզական ընկալում։ Խեցգետին հայրիկը ուշադիր է երեխաների տրամադրության եւ զգացմունքների նկատմամբ։ Նա կարող է նկատել ամենափոքր փոփոխությունը նրանց պահվածքում կամ խոսքում ու հենց այդ պահին առաջարկել աջակցություն կամ համբերատար ուղեցույց։ Այս առանձնահատկությունը ստեղծում է երեխաների համար անվտանգության զգացում, որ իրենք կարող են վստահել իրենց հոր դատողությանը ու խորհուրդներին։ Անվտանգության ապահովում։ Նա փորձում է, որ ընտանիքի միջավայրն միշտ լինի պաշտպանված եւ հանգիստ։ Հոր համար կարևոր է, որ երեխաները անվախ զգան իրենց շրջապատում, լինի դա տան ներսում, թե արտաքին աշխարհում։ Նա ուշադիր է ոչ միայն ֆիզիկական անվտանգությանը, այլև էմոցիոնալ կայունությանը, ինչը թույլ է տալիս երեխային վստահություն ձեռք բերել կյանքում։ Մրցունակությունը եւ խնամքը հավասարակշռում են իրար։ Խեցգետին հայրիկը սովորեցնում է երեխաներին պատասխանատվություն եւ կարգապահություն, իր բնավորության նրբանկատությամբ եւ սիրով։ Նա հասկանում է, որ կարգը կարևոր է, բայց երբեք չի ճնշում երեխային, այլ ուղղորդում է դեպի ճիշտ ճանապարհը, խրախուսելով սեփական նախաձեռնությունը։ Անմնացորդ նվիրվածություն ընտանիքին։ Նրա համար կարևոր է, որ ընտանեկան երեկոները, տարեդարձերը կամ փոքր սովորական հանդիպումները լինեն լի սիրով եւ ջերմությամբ։ Խեցգետին հայրիկը հաճախ պատրաստ է զոհաբերել սեփական ժամանակն ու հարմարությունները, միայն թե երեխաները զգան սիրո եւ հոգատարության լիարժեք ներարկում։ Էմոցիոնալ աջակցություն եւ խորհուրդներ։ Խեցգետին հայրիկը ոչ միայն ֆիզիկապես ներկա է, այլև հոգեբանական աջակցություն է տրամադրում։ Նա սովորեցնում է երեխաներին, թե ինչպես կառավարել իրենց զգացմունքները, ինչպես բացահայտել սեփական անհանգստությունները, նաև ինչպես աջակցել ուրիշներին։ Նրա խորհրդատվությունը միշտ խորը եւ նկատելի է, քանի որ նա փորձառու է զգացմունքային բարդությունների ոլորտում։ Տնային միջավայրի կարևորությունը։ Նրա համար տունը ոչ միայն ապաստարան է, այլև սեր, ուսուցում եւ հանգիստի վայր։
Նա կարևորում է, որ երեխաները զգան հարազատ միջավայրի ջերմություն, իսկ ընտանեկան կապերը կառուցվեն վստահության, հարգանքի եւ սիրո վրա։ Խեցգետին կենթանակերպի հայրիկը դառնում է երեխաների համար ոչ միայն հոգատար ուղեկցի, այլև օրինակ, որի միջոցով նրանք սովորում են սերը, պատասխանատվությունը, զգացմունքների կառավարումը եւ միջանձնային հարաբերությունների կարեւորությունը։ Նրա գլխավոր նպատակը երեխաների առողջ եւ կայուն զարգացումն է, ապահովելով, որ երեխաները աճեն վստահ եւ պաշտպանված միջավայրում։ Խեցգետին որպես մայր Խեցգետին կենթանակերպի նշանի մայրիկը հայտնի է իր խորը զգացմունքայնությամբ, պաշտպանողական բնավորությամբ եւ անսահման հոգատարությամբ։ Նա իր երեխաների եւ ընտանիքի նկատմամբ ցուցաբերում է յուրահատուկ նվիրվածություն, որը արտահայտվում է ոչ միայն ֆիզիկական ներկայությամբ, այլև հուզական աջակցությամբ։ Նրա համար տունը անվտանգության եւ սիրո կենտրոն է, որտեղ յուրաքանչյուր անդամ պետք է զգա հարգանք, պաշտպանվածություն եւ ջերմություն։ Հիմնական բնութագրերը խորը զգայունություն եւ հուզական առատություն։ Խեցգետին մայրիկը կարող է կարդալ երեխաների տրավադրությունը եւ իրենց կարիքները նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք բացահայտ չեն արտահայտում դրանք։ Նա ինտուիտիվ հասկանում է, երբ երեխային պետք է հանգստացնել, ինչն օգնում է կանխել վեճեր, ստրես կամ անհասկացվածություն։ Պաշտպանողական բնավորություն։ Նրա առաջնային նպատակներից մեկն է ապահովել, որ երեխաները մշտապես զգան անվտանգություն եւ պաշտպանվածություն։ Նա հոգ է տանում ֆիզիկական, հոգեբանական եւ էմոցիոնալ անվտանգության մասին, ստեղծելով հանգիստ, կայուն եւ սեր լի միջավայր։ Սերը որպես կրթության հիմք։ Խեցգետին մայրիկի մոտ դաստիարակություն ու հոգատարությունը մեկ ամբողջություն են։ Նա սովորեցնում է երեխաներին նվիրվածություն, պատասխանատվություն եւ համբերություն, միշտ ցուցադրելով անձնական օրինակով, թե ինչպես պետք է սիրել, հասկանալ եւ հոգ տանել ուրիշների մասին։ Տնային միջավայրի կարեւորությունը։ Նրա համար տունը պետք է լինի ոչ միայն ապաստարան, այլև ստեղծագործական եւ հանգրվան միջավայր։ Նա հոգ է տանում, որ երեխաները աճեն հանգիստ եւ հարմարավետ միջավայրում, որտեղ զարգանում են ինչպես մտավոր, այնպես էլ էմոցիոնալ կարողություններ։ Անվերապահ նվիրվածություն ընտանիքին։ Խեցգետին մայրիկը պատրաստ է ժամանակ, ուժ եւ սեփական հարմարավետություն զոհաբերել, միայն թե ընտանիքի անդամները զգան լիարժեք սեր եւ հոգատարություն։ Նա սովորաբար դառնում է ընտանիքի հենասյունը, որի շուրջ պտտվում է ամենօրյա կյանքը։ Էմոցիոնալ առաջնորդություն։ Նա ոչ միայն երեխաներին դաստիարակում է, այլև հիանալի խորհրդատու է։ Նրա խորհուրդներն ու խրախուսունքները հիմնված են խորը ինտուիցիայի եւ փորձառության վրա, ինչը թույլ է տալիս երեխաներին սովորել իրենց զգացմունքները հասկանալ, վերահսկել եւ արտահայտել ճիշտ ձևով։ Հարաբերությունների եւ վստահության զարգացում։ Խեցգետին մայրիկը կարևորում է ընտանիքում առողջ միջանձնային հարաբերություններ։ Նա փորձում է երեխաներին սովորեցնել հարգանք, սեր եւ կարեկցություն, ինչը նպաստում է վստահության եւ սիրային հարաբերությունների զարգացման ոչ միայն ընտանիքի ներսում, այլև ապագա կյանքում։ Խեցգետին կենթանակերպի մայրիկը իր ընտանիքի համար ոչ միայն հոգատարության ու սերով լեցուն առաջնորդ է, այլև օրինակ, որով երեխաները սովորում են զգացմունքային առողջություն, պատասխանատվություն եւ վստահություն կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրա գլխավոր նպատակը երեխաներին ապահով, սերով եւ կայուն միջավայրում մեծացնելն է։ Խեցգետին երեխան, տղա եւ աղջիկ։ Խեցգետին կենթանակերպի նշանի երեխաները հայտնի են իրենց հուզական, զգայուն եւ ներաշխարհով հարուստ բնավորությամբ։ Նրանք սկսում են կյանքը խորությամբ եւ ինտուիցիայով, հեշտությամբ արձագանքելով շրջապատի մարդկանց տրամադրություններին։ Այս երեխաները սովորաբար սիրում են խորը հետաձոտել զգացմունքներն ու աշխարհը, նախքան ակտիվորեն մասնակցել խաղերին կամ սոցիալական խմբերին։ Խեցգետին տղայի հատկանիշները՝ զգայուն եւ խորը մտածող։ Խեցգետին տղան հաճախ է մտորում իր զգացմունքներին եւ շրջապատի վրա։ Նա նկատում է մանրուքներ, որոնք մյուս երեխաների համար կարող են անտեսանելի լինել։ Այս ունակությունը օգնում է նրան զարգացնել վերլուծական եւ ինտուիտիվ մտածողություն, սակայն երբեմն կարող է նրան դարձնել առանձին կամ ամաչկոտ։ Պաշտպանողական եւ հոգատար։ Նա շատ ուշադիր է ընտանիքի անդամների եւ իր ընկերների նկատմամբ։ Խեցգետին տղան հաճախ է ցուցաբերում հոգատարություն, փորձում է պաշտպանել նրանց կամ օգնել դժվար իրավիճակներում։
Ներգրավվածություն եւ խորը զգացմունքներ։ Նրա հույզերը կարող են շատ ուժեղ լինել, եւ երբ նա դուր չի գալիս որևէ բան, նա կարող է երկար ժամանակ տանջվել այդ մտքից։ Այդ պատճառով անհրաժեշտ է ծնողների մշտական աջակցությունը վստահություն ստեղծելու համար։ Ստեղծագործություն եւ երևակայություն։ Խեցգետին տղան սիրում է արտահայտել իրեն ստեղծագործական միջոցներով՝ նտարների, պատմությունների, երաժշտության կամ խաղերի միջոցով։ Իր երևակայությամբ նա հաճախ ապրում է իր ստեղծած աշխարհներում, ինչը նպաստում է մտավոր եւ զգացմունքային աճին։ Ապակինում եւ ինտուիցիա։ Երբ նա վշտացած կամ անհանգստացած է լինում, նա կարող է հեռանալ դեպի սեփական ներաշխարհը, մտածելով, վերլուծելով եւ վերականգնվելով։ Նրա ինտուիցիան հաճախ օգնում է ճիշտ որոշումներ կայացնել։ Խեցգետին աղջկա հատկանիշները՝ զգայուն եւ հոգատար։ Խեցգետին աղջիկը նույնպես շատ զգայուն է եւ արագ է արձագանքում շրջապատի զգացմունքներին։ Նա ցանկանում է ապահովել, որ իր ընկերներն ու ընտանիքի անդամները երջանիկ եւ պաշտպանված լինեն։ Էմոցիոնալ խորություն եւ մտորումներ։ Խեցգետին աղջիկը հաճախ է մտածում իր զգացմունքների եւ մյուսների վարքի մասին։ Նա կարող է խորապես վերլուծել իրավիճակները եւ սովորել էմոցիոնալ ինտելեկտի զարգացում, ինչը օգնում է նրան բարելավել սոցիալական հմտությունները։ Սիրող եւ պաշտպանողական։ Նա բնականաբար հետաքրքրվում է ուրիշների լավությամբ, պատրաստ է աջակցել եւ պաշտպանել։ Նրա նրբանկատությունը եւ հոգատարությունը հաճախ դառնում են ընտանիքում եւ ընկերական շրջանակներում կարեւոր հենար։ Ստեղծագործություն եւ երևակայական խաղեր։ Խեցգետին աղջիկը սիրում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ, նկարելը, պատմություններ գրել, երաժշտությամբ զբաղվել կամ վառ դիզայնի խաղեր ստեղծել։ Իր երևակայությունը հաճախ դառնում է նոր փորձերի եւ ուսուցողական մտքերի աղբյուր։ Անվստահություն եւ պաշտպանության կարիք։ Երբ նա իրեն վտանգված կամ անպաշտպան է զգում, կարող է ամաչել կամ հետ կանգնել։ Հենց այդ պահերին կարևոր է ծնողների եւ խնամողների աջակցությունը վստահություն եւ կայունություն ապահովելու համար։ Ընդհանուր բնութագրություններ խեցգետին երեխաների համար։ Խեցգետին երեխաները սիրում են հանգիստ, հարմար միջավայր, որտեղ կարող են բացահայտել իրենց զգացմունքները։ Նրանք հաճախ ուշադրություն են դարձնում փոքր մանրուքների, լինեն դրանք մարդկանց վարքից, խոսքերի ենթատեքստը կամ շրջակա միջավայրի փոփոխությունները։ Երեխաները շատ կապված են ընտանիքի հետ, եւ սերը եւ աջակցությունը նրանց համար հիմք է ստեղծելու վստահելի եւ երջանիկ անձի ձևավորման։ Շատ խեցգետներ ունեն ներքին ստեղծագործական աշխարհ, որը օգնում է իրենց ճանաչել իրենց ներքին ուժերը եւ գտնել ուրախություն խաղերում կամ արվեստում։ Համբերությունը եւ ուշադրությունը ծնողների կողմից կարևոր գործիքներ են երեխայի էմոցիոնալ եւ սոցիալական զարգացման համար։ Խեցգետին կենցանակերպի ֆիթնես հորոսկոպ։ Խեցգետին նշանի համար ֆիզիկական ակտիվությունը հաճախ կապված է ոչ միայն մարմնի, այլ նաեւ հոգու եւ զգացմունքների հետ։ Այս նշանի մարդիկ սովորաբար ավելի հանգիստ են ու զգայուն, ուստի նրանց մոտ ֆիթնեսը պետք է լինի հաճելի, ոչ պարտադիր կամ ծայրահեղ։ Նրանք չեն սիրում խիստ մարզասրահային ռեժիմ կամ մեծ շփումներով խմբային վարժություններ, որոնք հոգեբանական ճնշում են առաջացնում։ Մարդկային մոտեցում ֆիթնեսին։ Խեցգետինների համար մարմնական ակտիվությունը արդյունավետ է միայն այն դեպքում, եթե այն համահունչ է նրանց բնավորությանը եւ տրամադրությանը։ Նրանք սիրում են ներդաշնակություն եւ խաղաղություն, ուստի մարզումը պետք է լինի հաճելի եւ հանգիստ, առանց ավելորդ լարվածության։ Օրինակ, ջրային մարզաձևերը, այնպիսիք ինչպես լողը, յոգան կամ պիլատեսը, կարող են լավագույնս համապատասխանել նրանց բնավորությանը։ Ջրի հետ շփումը ոչ միայն հանգստացնում է, այլև օգնում է կարգավորել էներգիան եւ հուզական վիճակը։ Մասնավոր խորհուրդներ ֆիզիկական ակտիվության համար։ Լող եւ ջրային մարզաձևեր։ Խեցգետինները զգայուն են եւ սիրում են ջուրը, ինչը նշանակում է, որ լողը կամ ջրային սպորտաձևերը կարող են լավագույնս խթանել նրանց ֆիզիկական եւ հոգեբանական զարգացումը։ Անկախ նրանից, արդյոք նրանք լողում են միայնակ, թե ընկերների հետ, ջուրը օգնում է հանգստացնել ներքին լարվածությունը եւ ուժեղացնել ամբողջ մարմնի մկանները։ Յոգա եւ պիլատես։ Այս մարզաձևերը հատկապես օգտակար են նրանց համար, քանի որ համադրում են մարմնի ուժն ու ճկունությունը, միաժամանակ հանգստացնելով հոգին։ Խեցգետինները սիրում են մարմնական շարժումների մեջ ներդաշնակություն գտնել եւ օգտագործել դրանք իրենց մտավոր եւ զգացմունքային կարգավորման համար։ Արտաքին մարզանքներ եւ զբոսանքներ։ Քիչ հոգեբանական ճնշմամբ բացօթյա քայլելը կամ թեթև վազքը հնարավորություն է տալիս կապ հաստատել բնության հետ։ Խեցգետիններին գրավում է լճերի, գետերի կամ ծովափնյա տարածքների մոտ շարժվելը, քանի որ ջրի առկայությունը հանգստացնում է եւ էներգիա է հաղորդում։ Խմբային մարզումներ փոքր ընկերական խմբով։
Թեև խեցգետինները չեն սիրում մեծ խմբային սրահներ եւ մրցակցային միջավայր, նրանք կարող են հաճույք ստանալ փոքր ընկերական խմբերում կամ մտերիմ մարդկանց հետ մարզվելիս։ Սա ոչ միայն ֆիզիկական ակտիվություն է, այլև էմոցիոնալ աջակցություն եւ մոտիկության զգացում։ Ինտուիտիվ մոտեցում։ Խեցգետինները հաճախ հետևում են իրենց տրամադրությանը եւ զգացմունքներին, ուստի կարևոր է, որ մարզումների պլանը հարմարված այդ ներքին էներգիայի շարժմանը։ Որոշ օրերին նրանք կարող են ցանկանալ ինտենսիվ վարժություններ անել, իսկ մյուս օրերին նախընտրել հանգիստ, ուղեղի եւ մարմնի ներդաշնակությունը ապահովող ակտիվություն։ Մոտեցում նպատակների եւ արդյունքների հետ։ Խեցգետինները չեն սիրում չափազանց մրցակցային կամ ներթային միջավայրեր, ուստի նրանց մոտ մարզումների արդյունավետությունը կախված է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունից, այլև էմոցիոնալ բալանսից։ Հենց որ նրանք զգան իրենց ապահով, հանգիստ եւ ներգրավված, նրանք կարող են հասնել ավելի բարձր արդյունքների, քան մեկ անգամ զայրացած եւ հոգնած են լինում մարզասրահում։ Խեցգետինների համար ֆիթնեսը ոչ միայն մարմնի զարգացում է, այլև հոգևոր եւ զգացմունքային վերականգնում։ Այն օգնում է վերահսկել էներգիան, նվազեցնել լարվածությունը եւ ստեղծել ներքին ներդաշնակություն։ Խեցգետին կենթանակերպի կարիերայի հորոսկոպ։ Խեցգետին նշանի ներկայացուցիչները բնածին կերպով խնամատար եւ հոգատար են, ինչը կարիերայի ընտրության եւ աշխատանքային միջավայրի վրա անմիջական ազդեցություն է ունենում։ Նրանք սիրում են զբաղվել այնպիսի ոլորտներով, որտեղ իրենց ջանքերն ուղղված են մարդկանց բարօրության, կյանքի որակի բարձրացման կամ հուզական աջակցություն ցուցաբերելու վրա։ Խեցգետինների մոտ աշխատանքի իմաստը հաճախ գերազանցում է նյութական շահը։ Կարևոր է զգալ, որ իրենք ինչ-որ կերպ նպաստում են ուրիշների երջանկությանը կամ անվտանգությանը։ Հիմնական բնավորական հատկանիշներ, որոնք ազդում են կարիերայի վրա։ Խնամատարություն եւ հոգատարություն։ Խեցգետինները շատ լավ են զգում շրջապատող մարդկանց կարիքները եւ պատրաստ են օգնել նրանց, առանց ակնկալիքի որևէ պարգևի կամ վարձատրության։ Սա նրանց դարձնում է բացառիկ աշխատակից, գոլեգա կամ ղեկավար, հատկապես այն ոլորտներում, որտեղ կարիք կա հոգատարության եւ ուշադրության, օրինակ՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական ծառայություններ։ Սպասարկման եւ առաջնորդության հմայք։ Չնայած նրանք հաճախ ծածուկ կամ զուսպ են, խեցգետինները կարող են լինել արդյունավետ ղեկավարներ, երբ ապահով են զգում եւ վստահ են թիմում։ Նրանց մոտ աշխատակիցները հաճախ զգում են, որ ղեկավարի վերաբերմունքը ոչ միայն պաշտոնական, այլ նաեւ մարդկային է, ինչը մեծացնում է թիմի մոտիվացիան։ Էմոցիոնալ ինտելեկտ եւ մարդիկ հասկանալու կարողություն։ Խեցգետինները կարող են կարդալ մարդկանց տրամադրությունը եւ նրանց հուզական վիճակը, նույնիսկ բառացի խոսքեր օգտագործելու կարիք չունենալով։ Սա կարևոր գործոն է մարդկանց հետ շփման մեջ, ինչպիսիք են հաճախորդների սպասարկումը, խորհրդատվությունը, հոգեբանական աջակցությունը կամ թիմային աշխատանքը։ Խեցգետինների համար լավագույն ոլորտները. առողջապահություն, բուժքույրեր, թերապևտներ, հոգեբաններ, դեղագործներ, կրթություն եւ մանկավարժություն, ուսուցիչներ, դաստիարակներ, ուսումնական ծրագրեր մշակողներ, սոցիալական աշխատանք եւ բարեգործություն, սոցիալական աշխատողներ, բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, տնային եւ գաստրոնոմիկ ոլորտներ, խոհարություն, հյուրանոցային սպասարկում, տան հարմարավետության ոլորտը, արվեստ եւ ստեղծագործություն, նկարիչներ, պոետներ, գրողներ, դիզայներներ։ Խեցգետինները կարող են հաջողակ լինել նաև բիզնեսում, եթե այն կառուցված է մարդկանց վրա կենտրոնանալու սկզբունքով։ Օրինակ, փոքր ընտանեկան բիզնես, որը հոգատարության եւ վստահության վրա է հիմնված, նրանց մոտ ամենաշատ արդյունքը կտա։ Ֆինանսական մոտեցում աշխատանքում։ Չնայած խեցգետինները կարող են լինել արդյունավետ աշխատողներ, նրանց մոտ ֆինանսական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է զգուշություն։ Նրանք հաճախ չափից շատ են հոգ տանում ուրիշներից, ինչը կարող է հանգեցնել սեփական շահերի անտեսմանը։ Ուստի կարևոր է աշխատել այնպիսի նախագծերում, որոնք ոչ միայն հոգեբանորեն գոհացնող են, այլև բավարար նյութական անվտանգություն ապահովում։ Շրջապատը եւ աշխատանքային միջավայրը։ Խեցգետինների համար աշխատանքային միջավայրի հարմարավետությունն ու անվտանգությունը կարևորագույնն է։ Նրանք չեն սիրում մրցակցային, նյարդային կամ ստրեսային միջավայրեր։ Լավ կլինի, եթե իրենց թիմը փոքր լինի, հարաբերությունները կայուն եւ վստահելի։ Մարդկային ջերմությունն ու աջակցությունը ոչ միայն բարձրացնում է իրենց արդյունավետությունը, այլև ապահովում է հոգեբանական եւ էմոցիոնալ բալանս։
Կարիերայի աճ եւ առաջընթաց։ Խեցգետինները կարող են բարձր պաշտոններ զբաղեցնել, եթե աշխատանքի ընթացքում զգան վստահություն եւ հարգանք։ Նրանք յուրավոր չեն ձգտում փայլուն, շոու-ստոպ պաշտոնների, այլ առաջնահերթություն են տալիս այն աշխատանքին, որը մոտ է իրենց ներքին համոզմունքներին։ Երբ նրանք նվիրվում են իրենց աշխատանքին ու շրջապատին, նրանց հաջողությունները կարող են լինել կայուն եւ երկարաժամկետ։ Եզրակացություն։ Խեցգետինների կարիերայի ուժեղ կողմը նրանց մարդկայնությունը, հոգատարությունը եւ ինտուիցիան է։ Նրանք կարող են հաջողակ լինել ցանկացած ոլորտում, որտեղ կարիք կա հուզական հասկացողության, ուշադրության եւ մարդկանց համար արժեք ստեղծելու համար։ Մարտահրավերները կապված են ճնշող միջավայրերով, շուտափույթ որոշումներով եւ անհամապատասխան բիզնես գործիքներով, որոնք խախտում են իրենց ներքին ներդաշնակությունը։ Խեցգետին կենթանակերպի փողի հորոսկոպ։ Խեցգետինները ֆինանսների նկատմամբ բնածին զգոնություն ունեն։ Նրանք շատ զգայուն են նյութական անվտանգության եւ ֆինանսական կայունության նկատմամբ, քանի որ իրենց համար անվտանգությունը միայն ֆիզիկական կամ էմոցիոնալ չէ, այլ նաեւ նյութական։ Խեցգետինները դժվարությամբ են տրանսֆորմացնում ռիսկերը եւ նախընտրում են ապահով կանխատեսելի ուղիներ գումար աշխատելու եւ պահպանելու համար։ Ֆինանսական մոտեցումներ եւ բնավորություն։ Անվտանգության հանդեպ կարևորություն։ Խեցգետինները ցանկանում են լինել պատրաստված ցանկացած իրավիճակի համար։ Ֆինանսական փնտրտուքը նրանց մոտ ոչ միայն հարստանալու նպատակ է, այլև ապահովություն ստեղծելու ճանապարհ։ Նրանք նախընտրում են զգոն եւ երկարաժամկետ պլանավորումը, քան արագ եւ ռիսկային ձեռնարկումները։ Խնայողություն եւ կուտակում։ Նշանի ներկայացուցիչները հաճախ հակված են կուտակել, նույնիսկ փոքր գումարները, որպեսզի զգան ֆինանսական ինքնիշխանություն։ Նրանք գնահատում են իրենց եւ հարազատների ֆինանսական անվտանգությունը, ուստի հաճախ ավելի շատ գումար են պահպանում, քան ծախսում։ Կարևոր է հուզական կապը ֆինանսների հետ։ Խեցգետինները փողը չեն դիտարկում միայն առանձին ռեսուրսի տեսանկյունից։ Նրանց մոտ ֆինանսական որոշումները կապված են ընտանիքի, տուն-տեղի եւ կյանքի կայունության հետ։ Ուստի նրանք կարող են ուշադիր վերաբերվել նույնիսկ փոքր ծախսերին, եթե դրանք վտանգեն իրենց անվտանգությունն ու հանգստությունը։ Գործընթացը գումար աշխատելու մեջ։ Խեցգետինները կարող են շատ արդյունավետ լինել այն ոլորտներում, որտեղ փող աշխատելը կապված է մարդկանց համար արժեք ստեղծելու կամ նրանց օգնելու հետ։ Սա կարող է լինել առողջապահություն եւ խնամք, բուժքույրեր, թերապևտներ, ֆիզիոթերապևտներ, սոցիալական ծառայություններ, սոցիալական աշխատանք, բարեգործություն, մարքեթինգ սոցիալական ծրագրերի համար։ Ընտանեկան բիզնես եւ փոքր ձեռնարկություններ, հյուրանոցային ծառայություններ, ռեստորաններ, տան ծառայություններ։ Խեցգետինները սովորաբար չեն ձգտում անհնար հարստանալու կամ արագ եւ ռիսկային գործարքների, քանի որ նրանց համար առաջնայինն անվտանգությունն ու կայունությունն է։ Ֆինանսական մարտահրավերներ։ Ծախսերի նկատմամբ զգուշավորություն։ Երբեմն խեցգետինները չափազանց խնայող են, ինչը կարող է խանգարել իրենց կյանքի որակին։ Նրանք դժվարությամբ են ներդնում նոր նախագծերում կամ ինքնակազմակերպվող գործերում, եթե վստահ չեն երկարաժամկետ արդյունքներում։ Ֆինանսական վերահսկողություն։ Խեցգետինները հակված են վերահսկողություն ունենալու, երբեմն դա ընտանիքի մյուս անդամների վրա ազդում է։ Նրանք կարող են զգալ անհանգստություն, եթե ուրիշները չափազանց ազատ են գումար օգտագործելու հարցում։ Էմոցիոնալ որոշումներ փողի հարցում։ Նշանի ներկայացուցիչները հաճախ կապում են ֆինանսական որոշումները իրենց էմոցիաների։ Օրինակ, նրանք կարող են ծախսել կամ խնայել գումար ըստ տրամադրության կամ մտադրության, ինչը պահանջում է որոշակի ինքնավերլուծություն եւ զգոնություն։ Խեցգետինների ֆինանսական ուժեղ կողմերը։ Հավատարմություն եւ պատասխանատվություն։ Երբ խոսքը գնում է պարտավորությունների մասին, խեցգետինները հետևողական են եւ վճարուն են։ Նրանք երբեք չեն խուսափի ֆինանսական պարտավորություններից, հատկապես եթե դրանք կապված են ընտանիքի կամ մտերիմների հետ։ Շահույթն ապահովելու եւ կայունություն ստեղծելու կարողություն։ Նրանց մոտ հիմնական առաջնահերթությունը կայունությունն է, ոչ թե արագ շահույթը։ Սա նրանց դարձնում է հուսալի աշխատակիցներ, գործընկերներ եւ բիզնես գործընկերներ։ Երազելու եւ պլանավորելու հմտություն։ Խեցգետինները կարող են շատ մեծ հաջողություններ ունենալ, եթե գումար աշխատելու համար ստեղծեն հստակ պլաններ, հաշվի առնելով ռիսկերը եւ ֆինանսական նպատակները։ Եզրակացություն։
Խեցգետինների համար փողը միայն նյութական միջոց չէ, այլև անվտանգության, հարմարևության եւ հոգեբանական հանգստության աղբյուր է։ Նրանք ֆինանսապես զգոն, խնայող եւ պատասխանատու են, սակայն պետք է զգուշանան չափազանց խնայող լինելուց, որպեսզի բաց չթողնեն կյանքի հաճույքները։ Որոշումների կայացման ժամանակ կարևոր է հավասարակշռել զգայունությունը, երկարաժամկետ պլանավորումը եւ ռիսկերի հաշվառումը, որպեսզի ֆինանսական կյանքը լինի անվտանգ, կայուն եւ ներդաշնակ։ Խեցգետին կենթանակերպի նորաձևության խորհուրդներ։ Խեցգետինները նորաձևության մեջ ցուցաբերում են զգայունություն, նուրբ ճաշակ եւ վառ ինտուիցիա։ Նրանց ոճը հաճախ կապված է էմոցիոնալ հարմարավետության եւ ինքնարտահայտման հետ, քան միայն արտաքին հմայքի հետ։ Այս նշանի ներկայացուցիչները նախընտրում են հագուստը, որն արտացոլում է իրենց ներաշխարը եւ ապահովում է անվտանգության զգացողություն, քան շքեղություն կամ հետևում է անցողիկ միտումներին։ Գլխավոր սկզբունքներ. հարմարավետությունն ու պարզությունը։ Խեցգետինները ցանկանում են իրենց հագուստում զգալ ապահովություն։ Փափուկ հյուսվածքներ, բնական նյութեր եւ հարմարավետ կտրուկներ նրանց համար առաջնահերթություն են։ Սվիտերներ, թավշյա կամ բամբակյա բլուզներ, հագուստներ լայն, բայց նրբագեղ կտրուկով հիմնական ընտրություն են։ Գույնի զգայուն ընտրություն։ Նշանի ներկայացուցիչները գրավում են նուրբ, ջերմ եւ մարգարիտալին գույները, ինչպես նաեւ մաքուր սպիտակ եւ արծաթագույն երանգներ։ Այս գույները կապված են լուսնի էներգիայի հետ, որը խեցգետինների կառավարիչն է եւ նպաստում է ներսի հանգստության եւ խաղաղության զգացմանը։ Շերտավորումը եւ վինտաժ ոճը։ Խեցգետինները սիրում են շերտավոր հագուստներ, որոնք թույլ են տալիս իրենց հարմարավետորեն շարժվել եւ սեզոնին համապատասխանել ադապտացվել։ Վինտաժ կամ դասական առարկաներ, որոնք կրում են պատմություն կամ հիշողություն, հաճախ հայտնվում են նրանց զգեստապահարանում։ Աքսեսուարների ընտրություն։ Նուրբ զարդեր, մարգարիտներ, բնական քարեր եւ արծաթյա զարդեր խեցգետինների ամենասիրելի տարբերակներն են։ Նրանք սիրում են, երբ աքսեսուարները ոչ միայն գեղեցկություն են հաղորդում, այլև հոգեբանական հանգստություն եւ կապվածություն ստեղծում։ Տանը հագուստի առաջնահերթություն։ Նշանի ներկայացուցիչները շատ ժամանակ են անցկացնում տանը, ուստի ներքին հագուստը նույնպես կարևոր է։ Հարմարավետ փափուկ պիջակներ, լուրգանիկ պիջակներ եւ նուրբ գույնի շալվարներ անվտանգության եւ հարմարավետության համար։ Խեցգետինների ոճի խորհուրդներ։ Դասական տեսք առանց գերազանցված միտումների։ Խեցգետինները հազվադեպ են հետևում նորաձևության անցողիկ միտումներին։ Նրանք նախընտրում են դասական, նուրբ եւ ժամանակից դուրս ոճ, որը հարմար է նրանց զգացմունքային եւ հանգիստ բնավորությանը։ Էմոցիոնալ հարմարավետություն։ Երբ խեցգետինը հագնում է հարմարավետ եւ իրեն հարազատ հագուստ, դա անմիջապես բարձրացնում է նրա ինքնավստահությունը եւ ներքին խաղաղությունը։ Հատուկ օրերի համար զգայունություն։ Որոշակի սոցիալական կամ ընտանեկան միջոցառումների համար խեցգետինները նախընտրում են շքեղություն եւ նուրբ փայլ, բայց այն ոչ երբեք ոչ բնական, այլ միշտ իրենց բնավորությանը համապատասխան։ Հակադարձում ծայրահեղությունների։ Նրանց համար կարևոր է խուսափել կոպիտ, բայծառ եւ ձանձրալի գույներից կամ դիզայներական չափազանցություններից, որոնք հակասում են իրենց ներքին խաղաղությանը եւ զգայունությանը։ Եզրակացություն։ Խեցգետինների նորաձևությունը բնութագրվում է հարմարավետության, նրբագեղության եւ հոգեբանական անվտանգության կարիքով։ Նրանք նախընտրում են շերտավոր, դասական հագուստ, բնական նյութեր, նուրբ գույներ եւ աքսեսուարներ, որոնք կրում են հույզեր եւ հիշողություններ։ Նրանց ոճը միշտ արտացոլում է ներքին հանգստությունը, զգայունությունը եւ զգացմունքային խորությունը։ Ուստի յուրաքանչյուր հագուստային ընտրություն խեցգետնի համար չափազանց անձնական եւ կարեւոր է։ Խեցգետինների ճանապարհորդական խորհուրդներ։ Խեցգետինների բնավորությունը բնութագրվում է զգայունությամբ, հուզական խորությամբ եւ անվտանգության կարիքով։ Դրա պատճառով նրանց համար ճանապարհորդելը հաճախ տարբերվում է այլ նշաններից։ Նրանք նախընտրում են ճանապարհորդել այնպես, որ դա ապահով եւ հանգիստ լինի, իսկ ստրեսային կամ շատ անծանոթ միջավայրերը կարող են դառնալ հոգեբանական բեռ։ Ճանապարհորդության գլխավոր սկզբունքներ։ Ընկերների կամ ընտանիքի հետ ուղևորություններ։ Խեցգետինները հազվադեպ են մեկնում միայնակ։ Նրանց ավելի հանգիստ եւ հաճելի է զգալ սիրելի մարդկանց ներկայությունը։ Ընտանեկան ուղևորություններ կամ մտերիմ ընկերների հետ ճանապարհորդելը նրանց ապահովության զգացողություն է տալիս եւ թույլ է տալիս լիարժեք վայելել փորձը։ Ջրային ուղղություններն իրենց ընտրությունը։
Լողափեր, լճեր, գետերի կողքերը կամ նույնիսկ օվկիանոսային հանգստավայրեր իդեալական են նրանց հանգստի համար։ Ջրային միջավայրերը հանգստացնում են նրանց հոգին, թույլ են տալիս վերականգնել էներգիան եւ խորը ներդաշնակություն զգալ շրջապատի հետ։ Հարմարավետությունն ու անվտանգությունը ճանապարհորդության ընթացքում։ Խեցգետինները նախընտրում են հանգիստ եւ քիչ աղմկոտ տեղեր։ Նրանց համար կարևոր է, որ հանգստի վայրն ապահով լինի եւ համապատասխանի իրենց զգացմունքային պահանջներին։ Փոքրիկ հյուրանոցներ կամ վիլաներ, որտեղ նրանք կարող են զգալ տանը հեռու տնից, լավագույն տարբերակն են։ Խումբ կամ առանձին պլանավորում։ Նրանք կարող են վայելել ինչպես փոքր խումբ, այնպես էլ փոքրիկ անձնական ուղևորություն, եթե ապահովված է հարմարավետություն։ Ճանապարհորդության ծրագիրը պետք է լինի ոչ շատ ծանրաբեռնված, որպեսզի հնարավորություն տա վայելել կարճ հանգստի պահերը, շնչել, դիտել տեսարժան վայրերը կամ պարզապես հանգստանալ ջրի մոտ։ Խորը մշակութային եւ հուզական փորձեր։ Խեցգետինները մեծահոգի եւ զգայուն են ուրիշների մշակույթի հանդեպ։ Նրանք ճանապարհորդելիս առավել շատ են գնահատում այն վայրերը, որտեղ կարող են կապվածություն ստեղծել տեղացիների կամ պատմության հետ։ Փոքրիկ գյուղեր, մշակութային շուկաներ, թանգարաններ կամ արվեստի կենտրոններ։ Հուշումներ ճանապարհորդների համար։ Անհրաժեշտ իրերի ընտրություն։ Խեցգետինները նախընտրում են լույսի տակ չարտահայտված, հարմարավետ հագուստ եւ հանգստի համար նախատեսված հարմարավետ հարմարանքներ։ Բեռնախցիկը պետք է լինի մի փոքր ծանրաբեռնված, բայց օգտակար իրերով, որոնք իրենց ապահով են զգում ճանապարհորդության ընթացքում։ Ճանապարհորդական էմոցիոնալ պատրաստվածություն։ Հուզական կայունությունը շատ կարևոր է։ Որոշ դեպքերում, հատկապես նոր վայրերում, նրանք կարող են զգալ անհանգստություն կամ անհարմարություն։ Նման իրավիճակներում հանգստացնող երաժշտությունը, գիրքը կամ ջրի մոտ գտնվելու հանգիստ պահերը կարող են օգնել վերականգնել ինքներ ներդաշնակությունը։ Ստեղծագործական մոտեցում։ Խեցգետինները սիրում են ճամփորդել այնպես, որ դա լինի իրենց ստեղծագործական արտահայտման միջոց։ Օրինակ նկարել, լուսանկարել կամ թղթին արձանագրել ուղևորության զգացողությունները։ Այս ձևով նրանք ոչ միայն վայելում են ճանապարհորդությունը, այլև ստեղծում հիշողություններ, որոնք երկար կմնան իրենց մոտ։ Եզրակացություն։ Խեցգետինների ճանապարհորդական ոճը բնութագրվում է վստահությամբ, հուզական ապահովությամբ եւ ջրային միջավայրերի նախընտրությամբ։ Նրանց համար կարևոր է ուղերությունը վայելել ոչ թե միայն տեսարժան վայրերով, այլև հոգեբանորեն եւ զգացմունքային առումով ներդաշնակ եւ պաղաղ վիճակում։ Խեցգետինները ճամփորդությունը չեն տեսնում միայն նոր վայրեր տեսնելու միջոց։ Դա նրանց համար ապրելու, հանգստանալու եւ ստեղծագործական ներաշխարհը զարգացնելու գործընթաց է։ Եթե այս տեսանյութը ինչ-որ բան բացահայտեց ձեր մասին, ապա անպայման դրեք հավանություն եւ բաժանորդագրվեք ալիքին։ Առջևում սպասվում են ամենահետաքրքիր աստղագուշակները, որոնք չեք ուզենա բաց թողնել։